Նրա նրբաճաշակ մինիմալիզմը Սան Պաոլոյի յուրաքանչյուր անկյունում է բրազիլահայ դիզայներ ճարտարապետ Սարգիս Սեմերջյանի դիզայներական աշխատանքները աշխարհին հայտնի են հայկական անուններով։ Սևանն ու Անին միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունների հաղթող են։ Անին էլ Սևանն էլ սեղանին լուսամփոփ են հետաքրքիր, նոր լուծումներով։ Հիմա աշխատում եմ գառնի լամպի վրա։ Սևանի վրա Հայաստանի կապուտաչա գեղեցկուհու ուրվագիծն է։ Անին Սարգիսի կնոջ պատվին է ծնվել։ Նրան հանդիպել է Երևանում 5 տարի առաջ։ Սարգիս Սեմերջյանի դիզայներական ստուդիան ամենահայտնին է Բրազիլիայում։ Պասկալ Սեմերջյանը իրագործում է անհավանական թվացող երազանքներ, նախագծում քաղաք կամ խաղալիք տուն հաճախորդների համար, կահավորում տներ, աշխատասենյակներ, շոփհաուզներ եւ անգամ ստեղծում սթրիթ արթ։ Սարգիսն ասում է 21-րդ դարում մարդկանց պարզությունն ու հարմարավետությունն է գրավում։ Հիմա մարդիկ ապրում են որքան քիչ այդքան լավ սկզբունքով, զարգացած հաճախորդները չեն ուզում ավելորդ ճոխություն, փոխարենը մոդեռն դիզայնում գնահատվում է գույների նրբաճաշակ համադրումը։ Նրա շունչը կտրվեց, երբ տեսավ Զվարթնոցը, հայկական ճարտարապետությունը պարզ է ու միևնույն ժամանակ շքեղ բարդ է հորինվածքով եւ միևնույն ժամանակ հեշտ ընկալելի։ Վերջին 5 տարում 3 անգամ է եղել Երևանում։ Մայրաքաղաքը նրան դուր է գալիս, բայց փոքր նկատառում ունի։ Ցածրահասակ պատմական շինությունների հարևանությամբ նորակառույց բարձրահարկերը խաթարում են Երևանի գեղեցկությունը։ Ընդհանրապես ճարտարապետության կանոնն է ցածր շինություններով հրապարակների հարևանությամբ չեն կարող կառուցվել բարձր շենքեր, կան հստակ չափագրումներ եւ սահմանումներ։ Սարգիս Սեմերջյանը ծրագրում է հայրենիքում իր ստուդիայի մասնաճյուղը բացել, այդպես նոր շունչ կբերի հայկական ինտերիեր դիզայնի ոլորտ, ինքն էլ հայկական ներշնչանք կստանա նոր գաղափարների համար։ Անի Հակոբյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։